Աուդիոգիրքը պատրաստվել է Ագատ հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպության պատվերով հրաշք բոլորի համար ծրագրի շրջանակներում Friends of Armenia բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ղազարոս Աղայան, Այծատուր։ Ալելե չի ելել մի հարուստ սովդաքար։ Այս սովդաքարը իր քարվանով իջնում է մեկ գիշեր մի գյուղի մոտ։ Կես գիշերին վեր է կենում, որ պտտի քարվանի 4 կողմով եւ պատվեր տա պահապաններին, որ արթուն մնան, մեկ էլ տեսնում է 2 մարդ դուրս եկան գյուղից։ Նրանց առաջը եկավ մի ուրիշ մարդ եւ հարցրեց. «Ինչ բախտ գրեցիք նորածին մանուկի համար»։ Մարդիկ պատասխանեցին. «Այստեղ իջած սովդաքարի բախտը նրան տվինք»։ Այս ասացին մարդիկը եւ իսկույն աներևույթ եղան։ Սովդաքարն իսկույն իմացավ, որ նրանք երեխանց ճակատի վրա նրանց բախտը գրող հրեշտակներն էին։ Շատ տխրեց, որ իր բախտը տվել են մի նորածին մանուկի, էլ նրա քունը չտարավ այն գիշեր։ Լուսացավ թե չէ, սովդաքարը գնաց գյուղը եւ հարցուփորձ անելով իմացավ, թե ում տանն է երեխա ծնվել։ Գնաց տեսավ բարուրի մեջ մի սիրուն փափլիկ տղա եւ առաջարկեց նրա հորն ու մորը, թե երեխան իրան տան։ «Ես մեծ կարողության տեր եմ», ասաց, «բայց որդի չունեմ։ Ես դրանք կորդեգրեմ, բոլոր ունեցած-չունեցածս դրան կտամ, ձեր ապրուստն էլ կհոգամ»։ Ծնողանց համար շատ դժվար էր համաձայնվել մի այսպիսի առաջարկության, մանավանդ ծննդկան մոր համար, բայց որովհետև իրանք աղքատ էին, չգիտեին ինչ անեն, տան թե չտան։ Հավաքվեցին դրացիները եւ ամեն կողմից սկսեցին համոզել ծնողացը, որ իրանց որդու բախտավորությանը արգելք չլինեն։ Առանց դրա զավակներ շատ ունիք, ասացին նրանք, եւ էլի կունենաք։ Դուք հազիվ նրանց կարող եք պահել, այս մեկն էլ տվեք այն պարոնին, թող գնա հարուստ մարդ կդառնա, ձեզ էլ կհարստացնե։ Սրա վրա ծնողքը հոժարեցան եւ երեխային մի քանի ոսկով տվին սովդաքարին։ Սովդաքարը տարավ երեխային իր քարավանը եւ ճանապարհ ընկավ դեպի իր գնալու աշխարհը։ Շատ գնաց թե քիչ, Աստված գիտե, երբ որ հասան մի ջրառատ եւ գեղեցիկ հովիտ, այդտեղ իջան հանգստանալու։ Դրանից հետ թաքուն տեղ չի լինելու, մտածեց սովդաքարը։ Հիմա ես սրան թաղել կտամ այս հովտումը, տեսնեմ այսուհետև ինչպես պետք է խլե ինձանից իմ բախտը։ Կանչեց իր հավատարիմ ծառային եւ ասաց. «Առ այս երեխային եւ տար մատաղարա ինձ համար, միայն սիրտն ու թոքը բեր ինձ»։ Սովդաքարը կարծում էր, որ երեխայի սիրտն ու թոքը կվերադարձնե իր բախտ։ Եղանակը ամառային էր եւ տարին երաշտ, բայց ջրարփի եւ դալարագեղ հովիտը մի լեռնային տեղ էր եւ շատ գեղեցիկ ամարանոց խաշնարած ժողովրդի համար։ Սովդաքարի ծառան, երբ որ երեխային բոլորովին հեռացրեց քարվանից եւ անցավ մի բլրի քամակ, այստեղ տեսավ հոտերով ոչխարներ եւ սկսեց մտածել ինքն իրեն. «Ոչ, անիրավ աղաս, ես քո անգութ հաճույքը կատարել չեմ կարող»։ Այսպես մտածեց ծառան եւ երեխային մի թփի տակ դնելով նրա պահպանությունը հանձնեց վերին նախախնամության։ Ոչխարի հոտը հեռու չէր։ Ծառան դիմեց հովիվներին, գնեց մի փոքրիկ ուլ, մորթեց եւ սիրտն ու թոքը հանելով տարավ իր աղային։ Սովդաքարը խորովեց, կերավ եւ միամտվելով շարունակեց ճանապարհը։ Ոչխարի հոտը կամաց սփռվելով հովտի մեջ հասավ այն թփին, ուր դրված էր տղան։ Մի կթի այծի ծծեր այնքան լցվել էին, որ քիչ էր մնում տրաքվեին։ Մի ծծկեր կենդանի էր փնտրում, որ թեթևացնել տար իր ծանրությունը։ Նա որ տեսավ երեխային թփի տակ, ուլի պես հեկեկալիս, իսկույն մոտեցավ եւ ծիծը դրավ բերանին։ Քաջառողջ եւ ուժեղ մանուկը սկսեց ծծել այնքան, որ բոլորովին դատարկեց այծի ծծերը։ Թե այծը եւ թե մանուկը հավասարապես գոհ մնացին այս անակնկալ դեպքից։ Այս բանը սովորություն դարձավ այծի համար։ Ամենայն օր միևնույն ժամին, ուր էլ որ լիներ հոտը, նա ջոկվում էր եւ վազում դեպի մանուկը, որ ծիծ տա նրան։
այս կթի այծը պատկանում էր մի պառավի։ Պառավը մի քանի օր վրա զրկվեց կաթից։ Այծը գնում էր տուն դատարկ կրծքով։ Շատ նեղացավ պառավը եւ գնաց հովիվների հետ կռվելու։ Դուք եք կթում իմ այծը, ասում է պառավը եւ մեղադրում հովիվներին։ Իսկ հովիվները պատասխանում են. Երկին, գետին, մենք տեղեկություն չունենք։ Մենք որ կթելու լինենք, քո միակ այծը չենք կթիլ, այլ նրանցը կկթենք, որոնք մեկի տեղը մի քանիսն ունին։ Բայց քո այծը սովորություն է արել հանկարծ անհետանալու։ Մեկ էլ նայում ենք, որ չկա։ Ուր է գնում, չգիտենք։ Կուզես մեկ օր եկ, դու ինքդ քո աչքով տես, որ հավատաս։ Պառավը մի օր այծի հետ գնաց ոչխարը եւ աչքը չհեռացրեց նրանից։ Կեսօրի մոտ ժամանակը, երբ այծի կուրծքն արդեն լցվել էր, նա սուսուփուս քաշվեց դեպի մանուկը։ Պառավը սկսեց հետևել նրան։ Այծը կանգ առավ մի թփի տակ եւ երկար մնալուց հետո վերադարձավ դատարկ կրծքով։ Պառավը մոտեցավ թփին եւ տեսավ, որ մի հրաշագեղ մանուկ կա։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար։ Այս լավ դարավ, ասաց նա։ Եթե մի քանի օր կաթից զրկվեցա, դրա փոխարեն Աստված ինձ մի որդի տվավ։ Կտանեմ, կպահեմ, կմեծանա, ինքն էլ ինձ կպահի։ Գրկեց երեխային, տարավ մոտիկ վտակում, խշխշալի լողացրեց, փաթաթեց իր չար սավում եւ ստեպ համբուրելով տարավ տուն։ Տղան մեծացավ եւ իրավ դառավ պառավի ծերության նեցուկը, նրա պահապանը։ Եվ որովհետև սկզբում այծն էր պահպանում նրան, այդ պատճառով նրա անունը դրին Այծատուր, ասում էին, եւ այծի տղա մականունով։ Այծատուրը դարել էր արդեն 16-17 տարեկան եւ մի հրաշագեղ, խելացի, ժրաջան եւ ամենքին սիրելի երիտասարդ էր։ Այս միջոցներին Սովդաքարը մեծ քարավանով եկավ իջավ այս գյուղումը։ Հյուրասեր գյուղացիք շրջապատեցին Սովդաքարին եւ մեծ պատվով ընդունեցին։ Ամենից առաջ նրա ձիուկապը բռնեց Այծատուրը, օգնեց նրան իջնել ձիուց եւ ինքն էլ սկսեց ձին ման ածել, որ հանգստանա հոգնածությունից։ Երբ որ ձին կապեց եւ խոտ տվավ, սկսեց իրան Սովդաքարին ծառայել եւ կերակուր պատրաստել։ Սովդաքարին շատ դուր եկավ Այծատուրը, նրա քաղաքավարի խոսք ու զրույցը, շարժմունքը, ճարպկությունը։ Սովդաքարի ուշադրությունը այնպես գրավեցին, որ ուզեց նրան իր մոտ վերցնել։ Սկսեց հարց ու փորձ անել եւ տղան պարզամտությամբ պատմեց իր ծագումը։ Ինչպես որ լսել էր եւ իբրև ապացույց իր ասացի ճշմարտության վրա բերավ իր Այծատուր անունը։ Սովդաքարը իսկույն մատը կծեց։ Ասաց իր մտքումը։ Սա իմ վերցրած մանուկը պետք է լինի։ Եվ հենց այստեղ է հրամայել, որ սպանեն նրան, բայց բանից դուրս է գալիս, որ ծառաշ չի կատարել իր հրամանը, եւ հենց տարիքն էլ համապատասխանում է նույն տարվան։ Այծատուր, որդի, ասաց Սովդաքարը, կուզես ինձ մոտ մնալ։ Ես քեզ կնշանակեմ գլխավոր վերակացու իմ բոլոր ունեցած չունեցածի վրա։ Դու խելոք տղա ես երևում, լավ ապագա կունենաս։ Ես այդպիսի բախտից փախչող չեմ, ասաց Այծատուրը։ Երբ որ դուք այդչափ ողորմած ու բարի կլինեք ինձ, ես էլ կաշխատեմ երախտահատույց լինել եւ հույս ունեմ, որ ամոթով չեմ մնալ ձեզ մոտ։ Ինչ ասել կուզի, որ Սովդաքարի նպատակը չար էր։ Նա ոչ թե Այծատուրի բախտի, այլ նրա անբախտությունն ու մահն էր ուզում։ Այծատուրը հուսադրելով իր խնամակալ պառավին, որ շուտով ետ դառնա եւ նրան մենակ չթողնի, մնաց բարև արավ, գնաց Սովդաքարի հետ։ Մեծ հարստության տեր էր Սովդաքարը։ Երբ որ նրա քարվանի ծայրը բացվում էր, էլ վերջը չէր կտրվում։ Հազարավոր ուխտեր, ձիանք եւ ջորիկ միայն նրա վաճառքն էին մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխում։ Ինչ ճոթեղեն, ինչ ակնեղեն, ինչ մրգեղեն ու համեմունք ասես, որ նա չուներ։ Ով ինչ ուներ ծախելու, նրա առնելուն էր սպասում, ով ինչ գնելու ուներ, նրա ապրանքի գալուն էր սպասում։ Երբ որ տանից դուրս էր գալիս, էլ տարիներով չէր վերադառնում։ Պատահում էր, որ ամիսներով ճանապարհ էր գնում, օրինակ
Հնդստանից մինչև Խորաստան, Խորաստանից մինչև Թիֆլիս, Թիֆլիսից մինչև Հաշտարխան, տուն ուներ ինչպես թագավորական պալատ։ Շահերն ու սուլթանները նրանից փող էին պարտք առնում, նրա թանկագին ընծաներին սպասում։ Նա կին ուներ, բայց արու զավակ չուներ, այլ միայն մի աղջիկ, որ ինչքան գեղեցիկ էր, նույնքան եւ բարի ու խելոք։ Գոհարիկ էր անունը, եւ արդեն 15 տարին լրացած մի նախանձելի հարսնացու էր։ Սովդաքարն այժմ իր քարավանով դեպի տուն էր վերադառնում, եւ 5 օրից հետո պիտի հասներ։ Մի նամակ գրեց, տվավ այծատուրին, մի ձի տալով ասաց. այս նամակը կհասցնես մեր տուն, եւ քո ձեռքով կտաս իմ կնոջը։ Այծատուրը, որ մի առիթ էր որոնում իր պարոնի հրամանը մտերմությամբ եւ անհապաղ կատարելու, նամակը ծոցումը դրավ եւ ձին նստեց, թե չէ, թե վառավ թռավ դեպի Սովդաքարի տունը։ Մյուս օրը ճաշի ժամանակ հասավ Սովդաքարի տուն։ Ամառներ, բավական շոգ օր էր։ Իջավ ձիուցը, ձին կապեց մի ծառի ստվերումը եւ ինքը մոտեցավ տան դռանը։ Տեսավ տունը կողպած է, էլ չուզեցավ անհանգստացնել ներսը եղողներին, թեք ընկավ պատի տակին եւ սաստիկ հոգնածությունից եւ անքնությունից իսկույն քունը տարավ։ Մեր այծատուրը այսպես քնի մեջ ով գիտե ինչ էր տեսնում երազումը, բայց արեգակի այրող ճառագայթների տակ կարմրել էր եւ քրտնել այնպես, ինչպես մայիսի կարմիր վարդը մարգարտիա ցողի կաթիլներով։ Իսկ այս պատկերով նա ուղիղ Գոհարիկի սենյակի պատուհանի դիմացն էր։ Ով գիտե, ինչ անհայտ դրդումից ստիպված Գոհարիկը բաց արավ սենյակի պատուհանը եւ հանկարծ որ չտեսավ այծատուրի ցողաթաթախ վարդագեղ դեմքը, մնաց տեղնուտեղը մեղված։ Իր կյանքում տեսած չէր մի այսպիսի հրաշագեղ պատկեր, էլ աչքը չհեռացրեց, հանգամանքը հաջող էր, որովհետև իրան գրավող երիտասարդը քնած էր եւ կարող չէր տեսնել նրան։ Այսպես որ շատ նայեց Գոհարիկը, մի նամակի ծայր նշմարեց տղայի ծոցից դուրս եկած։ Հետո էլ տեսավ ձին եւ ճանաչեց։ Սրան անպատճառ իմ հայրս կլինի ուղարկած իր գալուստն իմաց տալու, ասաց աղջիկը իր մտքումը։ Առանց երկար մտածելու իջավ վերևից եւ այծատուրի ծոցից նամակը կամացուկ դուրս քաշեց եւ կրկին թռավ վեր իր սենյակը։ Գոհարիկը բաց արավ նամակը եւ կարդաց հետեւյալը. Սիրելի ամուսին, այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ, սիրով կընդունես, որ ոչ մի կասկած չտանե եւ սրով լինի թե հրով, թույնով կլինի թե պարանով, անհապաղ վերջ կտաս դրա կյանքին։ Ես 5 օրից այդտեղ կլինեմ եւ դրան չպիտի տեսնեմ կենթանի, քո ամուսին։ Գոհարիկը կարդաց այս նամակը եւ իր աչքերին ոչ էլ ականջներին չհավատաց։ Ոչ, երևի հայրս ուզեցել է գրել ահա թե ինչ, եւ սկսեց գրել հետեւյալը. Իմ սիրելի ամուսին, այս գրաբեր երիտասարդը քեզ մոտ հասնի թե չէ, իսկույն իմ Գոհարիկս սրան կտաս եւ կպսակես, այնպես որ մինչեւ իմ գալը ամենայն ինչ վերջացած լինի, քո ամուսին։ Գոհարիկն այս նամակը գրեց, կարծես անգիտակցաբար, առանց իրան որևէ հաշիվ տալու, եւ տարավ դրավ այծատուրի ծոցումը։ Այս գործողությունը կատարելուց հետո Գոհարիկը սուսուփուս վեր բարձրացավ, այրեց իր հոր նամակը եւ որպեսզի այծատուրը երկար չթողնե արևի տակ, ուրախ ներս մտնելով մորսենյակը ասաց. Մայրիկ, նայիր, մեր դռանը մի անծանոթ երիտասարդ կա քնած, նա ձիով է եկել, իսկ ձին հայրիկինն է, ուրեմն նա մի լրաբեր պետք է լինի, հարկավոր է նրան զարթնեցնել եւ վեր կանչել։ Ծառաները ուրիշ տեղ էին գնացել, տանը ոչ ոք չկար, բացի մորից ու աղջկանից։ Մայրը իջավ ներքև եւ այծատուրին զարթնեցրեց։ Այծատուրը ներողություն խնդրեց տիրուհուց եւ ծոցիցը նամակը հանելով տվավ իրան։ Տիրուհին նամակը կարդաց եւ տղայի երեսին նայելով մի առանձին ուրախություն եւ հաճույք զգաց։ Դու գիտես այս նամակում ինչ է գրված, հարցրեց տիրուհին։ Ոչ, ինձ հայտնի չէ տիրուհի, երևում է որ հայտնի չէ, եթե ոչ, էլ ինչպես կտաներ քունդ։ Գնա վերև, ես այնտեղ քեզ կհայտնեմ թե ինչ է գրած։
Տիրուհու նպատակն էր տեսնել, թե ինչ ներգործություն կանի աղջկա վրա հոր կամքը։ Տիրուհու սիրալի ընդունելությունը բավական քաջություն տվավ այծատուրին։ Թեև նա առանց այս էր իր հոգեկան անմեղ վիճակից դուրս չէր կարող գալ, նա ոչ ամոթխած էր, ոչ հանդուգն, ազատ էր երկու ծայրից էլ, իբրև բնության անարատ զավակ։ Երբ որ վերև բարձրացան, նրանց դիմավորեց Գոհարիկը և սկսեց հարց ու փորձ անել հոր մասին, նրա առողջության, իսկ մորը հարցրեց, թե ինչ է գրել հայրը։ Այծատուրը միայն հեքիաթներումն էր լսած Գոհարիկի նման գեղեցկուհիների մասին։ Ինքն իրան շատ երջանիկ զգաց, որ մի այնպիսի դիցուհու նվաստ ծառան պիտի լինի։ Նա չէր էլ կարող մտքովն անգամ անցկացնել, որ կարող է ծառայից էլ ավելի բարձր լինել և նրան իրան կողակից և լծակից համարել։ Անունդ ի՞նչ է, որդի, հարցրեց տիրուհին։ Աստվածատուր է, պատասխանեց տղան այծատուր անունից ամաչելով։ Աստվածատուր։ Գիտես, Աստվածատուր, իմ ամուսինս գրել է, որ դու գաս թե չէ իմ աղջիկը քեզ տամ։ Սա է ահա իմ աղջիկը։ Ես չեմ կարող ընդդեմ գնալ նրա կամքին, և իմ կողմից արգելք չկա, բայց եթե դու կամ սա հոժարչեք լինիլ, այդ բանումը ես մեղավոր չեմ լինի, պատասխանատուն դուք կլինիք։ Այս ասելով, տիրուհին նամակը տվավ աղջկանը։ Այծատուրը այնպես կարծեց, թե երազումն է տեսնում այս անցքը, մնաց լուռ և վեր քաշված, ոչինչ չկարած խոսել, իսկ Գոհարիկն ասաց. Ես հնազանդ եմ իմ հոր կամքին, բայց չեմ կարող բռնությամբ տիրել մի երիտասարդի սրտի, գուցե նա համաձայն չէ։ Այծատուրը տեսավ, որ իր տեսածը երազ չէ և ոչ հանաք են անում իր հետ, բոլոր ուժը միտեղ հավաքելով ասաց. Ես ոչ պակաս հնազանդ եմ իմ տիրոջ կամքին, նա որ ինձ հրամայե, թե գնա ջուրն ընկիր, կընկնեմ, ուր մնաց, որ նա ինձ ջուրը չի ձգում, այլ հանում է ջրից։ Ուրեմն ամեն ինչ վերջացած է, ասաց տիրուհին և կանչեց ծխատեր քահանային, որին ցույց տալով իր ամուսնու նամակը խնդրեց, որ շուտով պսակի ծեսը կատարե։ 5 օր հետո Սովդաքարը եկավ։ Հենց որ տան գավիթը մտավ, տեսավ այծատուրին իր աղջկա հետ ուրախ զվարթ ճեմելիս իր հոյակապ տան պատշգամբի վրա։ Այս ինչ խաղ է, մտածեց նա։ Երևում է, որ իմ գրածի հակառակ սա ամուսնացել է իմ աղջկա հետ։ Ուրեմն ես էլ ինձ այնպես ցույց կտամ, իբր թե իմ կամքն էլ այդպես է եղել։ Ներս մտավ ուրախ զվարթ, բարևեց ամենքին և դառնալով տղային ու աղջկան հարցրեց կնոջը. Արդյոք կարող եմ շնորհավորել։ Այո, ասաց կինը, ինչպես որ գրել էիր, թե մինչև իմ գալս պսակված պրծած լինին, ես էլ անհապաղ կատարեցի քո կամքը։ Այստեղ մարդը գլխի ընկավ, որ իր նամակի բովանդակությունը փոխված է, և կասկածը տարավ այծատուրի վրա, թե նա ինքը կլինի փոխած, և մտածեց վրեժխնդիր լինել։ Մյուս օրը գնաց իր այգին, այգեպանին պատվիրեց մի խոր հոր փորել և ամբողջ գիշեր կրակ վառել նրանում, իսկ վաղը առավոտյան ասաց. մի մարդ կուղարկեմ այստեղ, հենց մտնի թե չէ բռնեցեք և ձգեցեք նույն հորի մեջ, և վրան էլ նոր ցախ ածեցեք և այրեցեք։ Սովդաքար ինչպես ասաց, այգեպաններն էլ այնպես կատարեցին։ Երեկոյան ընթրիքի ժամանակ Սովդաքարը դառնալով այծատուրին ասաց. Ես թեպետ գրեցի, որ պսակն առանց ինձ կատարվի, բայց հիմա տեսնում եմ, որ շատ եմ շտապել։ Այդ նրա համար արի, որ ինձ շատ դուր եկար։ Ինչ կասեն քաղաքացիք։ Չեն ասիլ, թե ինչու ժլատություն արավ և պսակն առանց հրավերքի կատարեց։ Վաղը պետք է մեծ հրավերք սարքեմ և ինքս էլ կտանեմ բոլոր պատրաստությունը։ Քեզ կխնդրեմ միայն, որ գնաս այգին և այնտեղ թարմ մրգեղենի պատրաստությունը ինքդ տեսնես։ Չմոռանաս նաև թարմ ծաղիկներիցը բազմաթիվ փունջեր շինել տա։ Մյուս օրը այծատուրը վեր կացավ, պատրաստվեց ու գնաց այգի։ Ճանապարհին աղոթատան մոտովն անցնելիս միտն ընկավ, որ օրը յուրակի է և ամբողջ ժողովուրդը աղոթքի է կանգնած։ Գնամ ես էլ կատարեմ իմ աղոթքը, Աստծուն փառաբանություն տամ։ Դեռ վաղ է, չեմ ուշանալ ճաշվա համար հարկավոր եղածը պատրաստել։
Այծատուրը մտավ աղոթատուն եւ երկար մնաց այնտեղ։ Սովդաքարի սիրտը տրփում էր անհանգստությունից։ Նրա համար մի ժամը տարուչափ երկար ուներ։ Մի 2 ժամից հետո շտապեց դեպի այգին, որ տեսնե իր հրամանը կատարված է արդյոք։ Այգին մտավ թե չէ, նրան ցիմ վերցրին այգեպաններ ու ձգեցին հրաբորբոք հորի մեջ եւ իսկույն նորանոր ցախ ու փայտ թափեցին մեջը։ Դեռ հորը չնկած շատ աղաղակեց, թե ես ձեր տերն եմ, ձեր աղան եմ, բայց ոչ ոք չլսեց։ Կարծես ամենքն էլ խլացել ու կուրացել էին։ Այս դեպքից հետո 2 ժամ անցած այծատուրը գնաց։ Նրան ընդունեցին իբրև իրանց տիրոջը եւ հայտնեցին, որ իր հրամանը կատարված է։ Ինչ հրաման, հարցրեց այծատուրը եւ իմացավ, որ Սովդաքարն ընկել է ուրիշի համար փորած տված օրը։ Այստեղ հեքիաթաբաններն ասում են, թե այգեպանների աչքում այծատուրն իրանց տիրոջ նման էր երևացել, իսկ Սովդաքարը մի ուրիշի։ Ասում են, թե ճակտի գրածը չի ջնջվի եւ ուրիշի համար փոսփորողը ինքը կընկնի նրա մեջը։ Պատրաստված է Ռադիո Մարիամում